Բարև ձեզ սիրելի հետևորդներ, առաջի անգամ ճիշտն ասած YouTube-ում այս ֆորմատով հանդես գալի ու այս տարի առաջի անգամ որոշել եմ խաղողի բազի ճյուղերից առաջի անգամ խաղողի ճյուղերից փորձենք ստանալ արմատակալել ու վազ հետագայում կտնկենք հողամասում Ну, հիմա ինչքանով ուսումնասիրել եմ, ինչքանով ես գիտեմ, փորձեմ այդ իմացածով կիսվել ձեր հետ, չնայած ասեմ, որ ես սկսնակ եմ այս հարցում, այս գործում, եթե մի բանը ես սխալ եմ արել, շատ ուրախ կլինեմ, որ կոմենտարիաներում ինձ ավելի ճիշտը ասեք, ավելի ճիշտ, ավելի լավ, ավելի հեշտ ձևով մշակել։ ու հիմա մոտ 3 տեսակի տարբեր տեսակի խաղողի ճյուղեր են, քիշմիշ, իծապտուղ, մեկ է ավատար։ Ճյուղերը ուղղակի մի օր առաջ է կտրվել ծառից, հիմա փորձենք իրանց այնպես անենք, որ արմատակալի ու հետագայում գնենք հողը բակում։ Դրա համար մենք պետք է խաղողի աչքերը, եթե երկար են, ճյուղը աչքերի հեռավորությունը երկար է, այսինքն այս տակի հատվածից թողում ենք 1 սանտիմ, մոտ 1 սանտիմ, ինքը կանաչ է ամբողջությամբ, հաշվում ենք 1, 2, 3, եթե մոտիկ են աչքերը 4 հատ եք թողում, իսկ եթե հեռու են իրարից 3 հատ թողում եք, թեքությամբ կտրում, բաժանում ենք մանր ճյուղերի, հաջորդը նորից էլի 1 սանտիմետր, մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց աշխատենք հավասար լինի, 1 սանտիմետր թողում ենք ներքևի աչքից, հաշվում ենք 3 կամ 4 հատ, եթե էլի մոտիկ են, մոտ երկար են, դրա համար ես հեռու են աչքերը իրարից, դրա համար ես 3 հատ եմ թողում։ Իդեպ ասեմ, այս թեքությամբ կտրում եմ, որպեսզի իմանամ այս ծերերը դուրսը պետք է մնան, հետագայում սրանք պետք է տեղը դնենք ջուրը։ Բոլորը կտրում ենք ու դնելու ենք ջրով բանկան, որպեսզի արմատակալի է, ասում են մոտ 1 ամսից ինքը արդեն արմատներ կգցի։ Բոլորը կտրտելուց հետո դե առանձին եմ գրել, որ սորտերը, որ չկառնվի իրար, բոլոր այս ծայրերը, որոնք ջուրը չի մտնելու դուրս է գալու, ստեղ պետք է մոմ կամ պարաֆինի մեջ մտցնել։ Իսկ հետո վերցնում ենք արդեն բանկաները, որոնց վրա նախորդ արդեն սորտերը ես նշել եմ անունները, որպեսզի իմանամ, որ բանկայում որն է։ Ջուր ենք լցում բանկաների մեջ և տեղադրում ենք արդեն մեր կտրտած խաղողի ճյուղերը բանկաները, բայց այնպես ենք տեղադրում, որ ներքևի աչքերը չմտնեն ջուրը, այսինքն օրինակ այնքան ենք ջուրը լցնում, որ մինչև գոնե այստեղ ծածկի ու պետք է միշտ աչքից ներքև, պետք է միշտ մենք ուշադրի լինենք, որպեսզի ջուրը չպակասի ու ավելացնենք այնքան, որ միշտ ինքը այս ներքևի ամենաներքևի աչքը ջրից դուրս մնա, որպեսզի չփտի ու սկսի ինքը արդեն բողբոջել, հետագայում նաև արմատներ տա։ Մնացածը արդեն ընթացքում կանդրադառնամ այս վիդեոին, հաջորդ վիդեոն կլինի այն ժամանակ, երբ արդեն
բողբոջները կտան կամ տերևները արդեն կսկսեն բացվել, այդ ժամանակ կնկարեմ ու ժամանակ առ ժամանակ կանդրադառնամ սրանց ու նաև վերջնական արդյունքը, երբ որ կարմատակալեն, կտանեմ դուրս հողամասում տեղադրելու, դա էլ կնկարեմ։ Էլի եմ ասում, ես ճիշտն ասած սա առաջի անգամ եմ ես փորձում այսպես այս ձևով ընդհանրապես արմատ ստանալ խաղողի ճյուղերից։ Եթե մի բան էլ սխալ եմ ասում կամ չգիտեմ, ճիշտ չեմ բացատրում, ով որ գիտի, անդրադարձեք կոմենտարիաներում գրեք, ուրախ կլինեմ, լսեմ, իմանամ ավելի ճիշտ